Ռուսաստանի Դաշնության նախագահ հզատքի կապակցությամբ հրադադար է հայտարարել Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով դադարեցնում է ռազմական բոլոր գործողությունները մինչև ապրիլի 21-ը։ Կրեմլի ղեկավարի խոսքով հրադադարի մասին որոշումը ցույց կտա, թե որքան անկեղծ է Կիևի պատրաստակամությունը մասնակցելու ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները վերացնելուն ուղղված խաղաղ բանակցությունների գործընթացին։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերասիմովն էլ զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5%-ը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ։ Նա հավելել է, որ Բելգորոդի մարզում էլ ուկրաինական սակավաթիվ ուժեր կան, որոնք աստիճանաբար հետ են մղվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ, ի հակադրում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարություններին, նշել, ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում եւ պահում են դիրքերը։ Նրա խոսքով առաջընթաց կա Բելգորոդի մարզում, ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի հերթական փորձին եւ Զատկին իրական վերաբերմունքին, ապա Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել, նշել է Զելենսկին, հավելելով, հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան արդեն գործի են դրվել։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել 246-ը 246-ի դիմաց։ Նշվում է, որ պատերազմից ի վեր ռուսական բանտից տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 4552 մարդ, թե զինվորականներ, թե քաղաքացիական անձինք։ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը Թելեգրաֆին տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն, առայն որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։ Նա ասել է, որ Իսրայելը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Նախարարի խոսքով Իսրայելի համար իրապես գոյաբանական հարց է Իրանի սպառնալիքին դիմակայելը։ Նա հաստատել է, որ երկրի իշխանությունները չեն ցանկանում, որ Իրանը միջուկային զինանոց ունենա, բայց դրան փորձում են հասնել դիվանագիտական, ոչ թե ռազմական ճանապարհով, վստահեցրել է քաղաքական գործիչը։ Նախարարն ասել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի, դա կարող է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հանգեցնել։ Սարը կարծում է, որ Իրանից օրինակ վերցնելով Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը կցանկանան զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։ Իրանը հարաբերական թույլ վիճակում է եւ դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար, այլ ոչ թե Իրանին թույլ տալ փախչել, ժամանակ վատնել, մինչեւ հանգամանքները փոխվեն, ընդգծել է նա։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հնդկաստանում է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Սպիտակ տունը Վենսի այցը բնութագրել է որպես տնտեսական եւ աշխարհաքաղաքական ընդհանուր առաջնահերթությունների վրա կենտրոնացված, մինչդեռ Հնդկաստանը նշել է, որ Վենսի այցը հնարավորություն կտա երկու կողմերին վերանայելու երկկողմ հարաբերությունների առաջընթացը։ Երկու կողմն էլ հույս ունի համաձայնագրերի մշակումն ավարտել մինչև աշուն։ Հնդկաստանն արդեն իջեցրել է որոշ ամերիկյան սպառնալիքների մաքսատուրքերը եւ ակնկալվում է, որ հետագա լայնածավալ կրճատումներ կլինեն։